նախորդային տարիներին Կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում, այս մասով տարաձայնություններ ասեմ։ Ուրեմն այդ մասով ես ունեմ մի բան։ Միանշանակ դեմ եմ եղել, որ սեփականություն չպետք է լինի։ Միանշանակ դեմ եմ։ Միանշանակ դեմ եմ, որ երկիրը սեփականություն չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սեփականություն չունի։ Ուրեմն ես կողմնակից եմ չինական մոդելին, դա Աստված, որ եթե հանգարց Աստված կամենա կանգնտեղ հասնենք, ուրեմն հասկանալի այդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, այն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից, չեն թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի, որպես ինչ։ Անպայման դրանք պետք է լինեն պետական սեփականություն։ Իսկ մնացածը թող ժողովուրդը, թող ես դրան եմ կողմնակից, ես դրան կողմնակից եմ։ Պետությունից չգիտեմ, բայց դուք էլ եք հարուստ, պարոն Ղուկասյան։ Դուք ոնց եք հարստա։ Հիմա նայ ասեմ։ Այսքան չենք շինություն։ Դե ասեմ էլի սպասի։ Ասեք։ Մի րոպե ասեմ ես երդասարտին։ Ուրեմն ուշադիր լսի։ Ես նախ հոգեպես եմ հարուստ։ Ուշադիր լսի։ Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ։ Ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ ամբողջ քաղաքը գիտեմ։ Մինչև այսօր իմ գործարանների դաժե մնացորդները մնացել է Գուլբան Ասկեղենի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում։ Ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, աշտերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի է, եւ այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչև այսօր, հիմա ես մինչև այսօր ունեմ հսկայական ֆերմա, այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ Գյումրի քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետքրել եք, կարողացել եք ձեր ունեցվածքը ավելացել եք, թե հակառակը պակասել է։ Պակասել, ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշք ու միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, սաղը 17 տեղ է, գնա հաշվի, հարտակ հաշվի, 17 սենակ է, լսի, ուրեմն այդ հյուրանոցը, հələ մի հատ գնա Երևան նայի, 170 սենականոց հյուրանոցները թողել եք, 0-ից սարկածի հետևից ես ընկել, ու պրիտոմ է դրա բացադրությունը հստակ կա, այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք մեր վրա չէր գրանցվի, հասկանալի է, որովհետև դա բարձրաձայն ենք արել, բարձրաձայն։ Ունեցվածից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել, թե ոչ։ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տամ ես պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորեն, որպես Golden Palace-ը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորի։ Ես պատրաստ եմ, ինչ ունեմ չունեմ, ժողովրդին տամ, հասկանալի է, ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա։ Ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է։ Հիմա նրանից վերցնեք տվեք նրան, որովհետև դա իմ օլիգարխն է։ Միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանք արդյունաբերությունը գրանցված է օֆշորներում։ Դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պիտի կամ հետ բերեմ։ Բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու միասները, մյուսները պղնձի ու չգիտեմ այլումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածները Ես ուրեմն գիտեք ինչ քաբաբներն է բերել Աբրես հայ քաբաբները հա լավ ուտում են Նայսանը որ առաջարկում է գնալ արտահայտություններ կարող է հույս ունենալ որ իրենք կհաղթեն եթե արտահայտություն լինի այս անգամ ավելի մեծ ձայնով Դե հիմա ես խոսք եմ տալիս եթե արտահայտ ընտրություն լինի այդ ես բոլորիդ խոսք եմ տալիս մենք չէինք որտեղ գրեն սկզբունքը որ իրանք ինչ ձևով Դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք տեղերը, բան տեսակ, որ մտան, ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում, բայց դուք կտեսնեք, թե ես իմ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, բանը հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երտումք է փող տանք քեզ։
Երեխան մահացած է, երեխանի գերեզմանի վրա երթունքեր փող տանքես։ Մենք այդ սկզբունքը չգիտենք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գտեսնես թե մենք ինչքան ցային կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ցայն։ Գնացեք նայեք։ Վիճարկեք ընտրությունների արդյունքները։ Վիճարկեք ընտրությունը, եթե Այդ դու պետք է անես, այդ դու պետք է անես, այդ էս կրվում է, այնտեղ գնացիր կրվար։ Քեզ այդ բան էին անում, տեսար դու գնացիր քո տեղով դու արձանագրեցիր։ 30,000 հոգի չունի սակարի, որովհետև ասում եք 40,000 եք հավաքել, հիմա շուրջ 10,000։ Ուրեմն 10,000 հիշում ես այն սպարտացիները, որ ասեցի, որպես բան էիք դարձրել, հիշում ես սպարտացիների Ցար Լեոնիդի, այդ 10,000-ը, այդ 10,000-ը գիտեք ովքեր են, որոնք փողով վախով, ես չգիտեմ, գործեր խոցի տալով չգնացին ընտրության, այլ իսկական գնացին իխորոտ սրտե ճշմարտության համար, հասկանալի է, ու իսկականից այդ սկզբունքը որտեղ գրեցին ու պահեցին։ Սատիկ ջան, իմ ամբողջ կյանքը դժվար է, իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել։ Հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում իմ մանկությունը հետ գա։ Ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստ տեղի։ Այ տեսար մարդիկ ինչ օրն էին ընկել։ Այս համաչին քաղաքի համար լինի, եթե օրենք Մարտին Գրիգորյանը չքվեակի խմբակցության բացը, Ես գիտեմ, որ ամեն ինչից շատ մարդու անունն է, որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրենք ճիշտ չպահեն, ժողովուրդը իր գնահատականը կտա, դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձանք քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին նույն սկզբունքն է, ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետևը ով է կանգնած, ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Այնքան վստահ եք խոսում, ոնց որ 50+1 եք հավաքել։ Ինչ։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած է չորնեկի հետևից, չի չեք բարձրացնում հիմա այս բասում։ Всему свое время։ Լավ, ռուսերենը մենք պետք է ասել։